Բարև ձեզ սիրելի հետևորդներ, տաղավարում այսօր իմ հյուրն է Այք հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր Հայք կուսակցության խորհրդի անդամ Վարուժան Մելքոնյանը։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան։ Բարև ձեզ։ Ընտրություններին մասնակցել եք։ Այո, իհարկե։ Արդյունքները սպասելի էր ձեզ համար։ Արդյունքների սպասելիության հարցը այդ ամբողջ ընթացքում եւ քարոզարշավի եւ դրա նախորդող ժամանակաշրջանում տեղի ունեցածով հասարակության մեջ ապահովեցին սպասելիությունը մոտավոր արդյունքների։ Շատ մեծ տատանումներ չի գրանցվել յուրաքանչյուրի սպասելիության մեջ։ Քարոզարշավը եւ դրա նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձություններով իրականում սպասելի դարձրեցին, առանձնացրեցին այս 4 ուժին հստակ եւ լրատվամիջոցները եւ ընդդիմություն եւ դիմություն բոլորը համերաշխ ամբողջ 19 միավորից առանձնացրեցին այս 4-ը եւ ենթագիտակցաբար բոլորս արդեն սպասում ենք մոտավորապես Չեք զարմացել այնուամենայնիվ։ Զարմանալու որևէ բանի հիմք արդեն չկար։ Ես մենակ իմ կարող եմ հասարակության մեծ խավի կողմից էլ հավաստել, որ դա արդեն ապահովված էր կատարած նախորդ կատարած աշխատանքի արդյունքում։ Նկատի ունեք Հայաստանում ազատ ընտրություններին չեն հավատում, ազատ արդար։ Ազատ արդար ընտրություններին հավատում են, ձգտում են, ցանկանում են արդյունքներից։ Ինչու պետք է զարմանային։ Սպասված էր նկատի ունեք։ Սպասված էր իհարկե։ Զարմանալու ոչինչ չկար։ Ինչի համար պետք է զարմանային։ Առանձնացվեց որպես առաջին ուժ քաղաքացիական պայմանագիրը ու ամբողջ ընթացքում գնաց ինքը որպես առաջին, հաջորդեց Կարապետյանի ուժեղ Հայաստանը, Քոչարյանի Հայաստանը եւ այնտեղ Ծառուկյանի, այսինքն արդեն իսկ սպասվածությունը ապահովեցին։ Այդ հերթականությամբ առհասարակ տեղի ունեցավ։ Հիմա տոկոսների պլյուս մինուսը դա երկրորդ հարց է։ Եթե այս ընտրությունները մեկ բառով նկարագրելու լինեիք, որ բառը կընտրեիք։ Սպասված։ Այնուամենայնիվ սպասված։ Այս ընտրություններից հետո հասարակությունը շահեց, թե հերթական անգամ բաժանվեց։ Դե ընտրությունները ընդհանրապես ինչպես կազմակերպվում, այսպես կոչված ժողովրդավարական դեմոկրատիայի հիմքում ընկած է պառակտումը։ Ընտրությունները ինքն իրենով բաժանում է մասերի եւ պայքար ծավալում իրար դեմ։ Չկա որևէ ընտրություն, որ ընտրության արդյունքում հասարակությունը համախմբվի, նախընտրական եւ ընտրության ժամանակ ինքը տանում է հասարակության պառակտման, սկզբունքն է դա։ Եվ ուշադրություն դարձրեք, շնորհավորում են հաղթանակը։ Ինչ է նշանակում հաղթանակը։ Ով ում հաղթեց։ Այսինքն կային թշնամիներ կամ հակառակորդներ կամ հակառակ կողմեր ամենամեղմ տարբերակով։ Եվ այս մի կողմը հաղթեց մյուսին։ Համախմբման մասին խոսք չկա, պարտվողի եւ հաղթողի մասին է խոսքը գնում եւ բոլորը ուրախացած ոգևորված շնորհավորում են ընդունում եւ շնորհավորում են։ Որն է ավելի դժվար վերականգնել, տնտեսությունը թե մարդկանց հավատը ընտրությունների նկատմամբ։ Ընդհանրապես մարդկանց հավատը վերականգնելու դեպքում եւ տնտեսությունը եւ ընտրությունները եւ մնացած ամեն ինչ կառուցողական բնույթ են կրելու։ Իսկ քանի դեռ հավատը խաթարված է եւ գնում է խորացում խաթարման, ոչ ընտրությունների նկատմամբ, ոչ տնտեսության, ոչ մշակույթի, ոչ գիտության զարգացում ակնկալել դեռ չի կարելի։ Հնարավոր է ընտրությունները լինեն օրինական, բայց մարդկանց աչքին արդար չթվան։ Իհարկե, ընտրությունների օրինականությունը իրավական գործընթաց է, իսկ մարդկանց համար ընկալումն է կարևոր։ Լեգիտիմություն տերմինը, որ օգտագործում են, դա հասարակության հավաքական ընկալումն է, ձայների քանակ չի դա դեռ։ Ինչպես է ընկալում հասարակությունը, կարող է ամեն ինչ օրինական, իրավական ապահովված լինի, ձայները բաշխվեն, բայց հասարակությունը նախորոք ունեցած պատկերացումներով դա չընդունի որպես իրականություն եւ դրանք իրար հակասեն։ Մեր երկրում երբևէ արդար ընտրություններ եղել են ըստ ձեզ։ Հա իհարկե,
եղել է 90 թվականին, եղել է 91 թվականին, 90 թվականի Գերագույն խորհրդի, դրանից հետո երկար ժամանակ այդպես չի ընկալվել, դժվար է ասել ինչպես է ընկալվել, 18 թվականի աշնան ընտրություններն էր ընկալման մեջ արդարացի եւ ազատ, այս 2018 թվականին նույնպես հետ հեղափոխական շրջանին յուրահատուկ հասարակության այդ ոգևորության ապրումների յուրահատուկ է ընտրությունները, նույնը 90-91 թվականին էր հասարակական ընդհանուր վերելքի պայմաններում ընկալում այդպիսին էր եւ այնտեղ կեղծելու կարիք չկար կամ 18 թվականին չկար դրա կարիքը։ Ինչ է կարծում, ընդդիմությունը ինչ քայլեր պետք է անի, եթե ամեն դեպքում հրապարակված արդյունքները այսքան սպասելի էին։ Պետք է շարունակի քաղաքական գործունեությունը, ընդդիմությունը ինչ պետք է անի։ Ինչպես, ինչ Եթե խորհրդարանում են խորհրդարանական, եթե արտախորհրդարանական քաղաքական ուժերը, արտախորհրդարանական բոլորը պետք է մասնակցեն պետության կառուցման գործընթացին։ Պետք է դադարեցնել ինչ-որ պահ իրար դեմ պայքարն ու հակասությունը, հակադրությունը։ Քանի դեռ հակադրությունը կա, պետության զարգացման մասին խոսելը ավելորդ չասեմ, բայց դժվար է։ Նոր ընտրությունները ըստ ձեզ տեղին չէր լինի այս պահին։ Ինչ էր փոխելու նոր ընտրությունները այս պահին, երբ էր լինելու եւ ինչ էր փոխվելու այդ ընթացքում։ Ես չեմ պատկերացնում ինչը կարող էր փոխվել։ Գուցե ավելի արդար լիներ։ Բայց ով է ասում, որ արդար չի։ Որևէ տեղից ունենք հիմնավորում, որ արդար չի։ Ձայների սպասելիք քանակը միգուցե այնպեսին չի, ինչպես սպասում էին որոշ, բայց արդար եւ անարդար լինելու գործընթացը դա իրավական գործընթաց է, պետք է այդ բանը հասարակական ընկալումը մի նույնականացրեք իրավական գործընթացների հետ։ Այսօր Հայաստանում վստահության ճգնաժամ կա, թե դա պարզապես քաղաքական պայքարի մաս է։ Վստահության ճգնաժամ Հայաստանում միշտ կա։ Հայաստանի հասարակությունը, Հայաստանի քաղաքացին ունի միշտ կասկածամտություն։ Դա կախված է շատ գործոններից, վերջնարդյունքներից։ Տեսեք, այս վերջի ժամանակահատվածը եթե վերլուծենք, 20 թվականի պատերազմը, չգիտեմ, պատերազմի հետո ստորագրված հայտարարությունը, որից հետո հաջորդ ընտրություններին 21 թվականի ընտրություններին հաջորդած ժամանակահատված Արցախի գործընթացներ դատարկում, բոլոր իրադարձությունները բերում են անվստահության, որովհետև չի հիմնավորվում, չի բացատրվում, չկա դրա դրամաբանական բացատրությունը, ինչի այդպես տեղի ունեցավ։ Միգուցե դա պայմանավորված էր խորքային աշխարհակաղակական զարգացումներով, բայց միգուցե դրա մասին խոսելու իրավունք չունեն այն մարդիկ, ովքեր իրականացնում են, չեն կարող խոսել նրանք, ովքեր չգիտեն, եւ հասարակությունը մնում է չտեղեկացված կամ հարցականների մեծ պաշարով։ Սա է։ Ինչ է կարծում, հնարավոր էր 44 օրյա պատերազմը այլ ուղղությամբ ընթանար, եթե երկրի ղեկավար ուժը լիներ այլ ուժ, ոչ թե քաղաքացիական պայմանագիրը։ Դե տեսեք, պատմական զարգացումները, իրադարձությունները միշտ կարող էին այլ լինել, կախված ոչ միայն երկրի ղեկավարից, կարող է կախված լինել, չգիտեմ, բանակի հրամանատարից, կարող է կախված լինել արտաքին գործերի նախարարից, կարող է կախված լինել ամեն ինչից կախված կարող էր այլ լինել, բայց կյանքը, պատմությունը ցավոք այն է, ինչ արդեն կատարվել է։ Պատմությունը բոլոր դեպքերում գիտություն է արդեն կատարվածի, տեղի ունեցածի մասին, բայց իր մեջ ունի շատ բանալիներ կամ շատ թաքնված կամ խորքային տեղեկատվություն անելիքի մասին, ապագայի մասին։ Եթե տվյալ պահին, այսօրվա պահին մենք կարողանանք մեր անցածը, արդեն տեղի ունեցածը ճիշտ վերլուծենք եւ հաջորդ քայլերը, դա է այս իշխանության հետ հնարավոր է դա պարունակել։ Բոլոր իշխանությունների հետ դա հնարավոր է։ Չկա այդպիսի իշխանություն, որ բաղկացած լինի միայն բացասական
գործոններից, բացասական անձանցից եւ բացասական գործառույթներից։ Բոլոր իշխանությունները ունեն դրական եւ բացասական։ Երբ որ նպատակը ձևակերպված լինի, երբ որ պետության, իշխանության, հասարակության նպատակը պարզ լինի, բոլորը ձգտեն դրան, արդեն համագործակցության եզրեր են փնտրելու։ Ձեր պատկերացրած իշխող ուժը ինչ որակական հատկանիշներ պետք է ունենա, որ կարողանա երկիրը համախմբի։ Բարդ խնդիր է, իշխող ուժը բաղկացած է անհատներից, յուրաքանչյուր անհատ պետք է ունենա մի քանի որակական կարևոր հատկանիշներ։ Դա նախ ինքնաբավության, իր ապրած կյանքով ինքնաբավության զգացումն է։ Մարդ, որ արդեն ձեռք բերումները ապահովել է եւ ունի հասարակությանը տալու, կառուցելու ներքին մղում եւ հմտություններ եւ համապատասխան գիտելիքներ։ Դա շատ էական է, երբ որ ձգտում է յուրաքանչյուր անհատի որևէ բան այլևս պետությունից ստանալը չի։ Ինչի համար է հիմա այս մրցավազքը դեպի իշխանություն տերմինը։ Ինչ է պետության կառավարումը, բավականին պատասխանատու բարդ գործընթաց է։ Որպեսզի կարողանան դա անել, այսպես կառավարության անդամներին, բոլոր նրանց պաշտոնատար անձանց տրվում է լրացուցիչ իրավունք, որպեսզի իրենք կարողանան իրականացնեն իրենց առաջ դրված պարտականությունները, պատասխանատվություն կրեն իրենց գործունեության նկատմամբ։ Եթե տվյալ պաշտոնատար անձը, տվյալ պաշտոնատար անձանց խումբը չի պատկերացնում պարտականությունների բեռը, պատասխանատվություն չի կրում կամ չի զգում պատասխանատվություն պարտականությունների կատարման հարցում, այն իրավունքները դառնում են ավելցուկ իրավունքներ։ Ու դա վերածվում է անհատական իրավունքի։ Պաշտոնական իրավունքը վերածվում է անհատական իրավունքի եւ դա կիրառվում է մյուսների նկատմամբ։ Արդեն խաթարումը տեղի է ունենում կառավարման համակարգի։ Դրա համար, երբ որ իրենք են վազում, նշանակում է ենթագիտակցության մեջ ամրագրված է իրավունքի մասը, ոչ թե պարտականությունների։ Երբ որ մրցավազք է տեղի ունենում իշխանության, պաշտոնների, չգիտեմ ինչերի, ուրեմն հաստատ վստահ եղեք, որ այդ մարդկանց ենթագիտակցության մեջ դոմինանտողը պաշտոնի իրավունքն է, ոչ թե պաշտոնի պարտականությունն ու պատասխանատվությունը։ Բնականաբար։ Դրանով կարող եք առանձնացնել։ Այսօրվա իշխանությունը ձեր պատկերացրած որակական հատկանիշներից քանի տոկոսն ունի։ Բարդ է ասել։ Այս իշխանությունը, այսօրվա իշխանությունը, դե երեկվա իշխանության մասին կարող եմ խոսել, վաղվանը դեռ չգիտենք, իշխող քաղաքական միավորը կարող ձևավորելու է կառավարություն, բայց կարող է եւ այս տարիների ընթացքում իմաստնացած լինի եւ այլ որակի կառավարություն ձևավորի։ Չի բացառվում։ Եթե խելոք են, եթե իմաստնացել են, եթե պատմությունը ինչ-որ ազդեցություն ունեցել է։ Եթե ետնայինք նախկին 8 տարիները այդ դեպքում։ Եթե նախկին 8 տարիների ընթացքում իմ տպավորությունը հետեւյալն էր։ Բացակայում էր ոգեղենությունը, ոնց որ իշխանությունը կատարում էր շատ ֆունկցիաներ, բայց ոգի չէի զգում։ Ոգեղենությունը ես իշխանության բոլոր օղակներում եւ այստեղ վիճելի է իրենց պատկերացրած հայրենիքի զգացումը, պետության զգացումը եւ հասարակության լայն շերտերի պետության եւ հայրենիքի զգացումը իրարից տարբերվում են։ Հիմա պատմության ընթացքը հետական կհիմնավորի արդյոք իրենք էին ճիշտ, կարող է այնպիսի պատմական զարգացումներ տեղի ունենա, որ մենք ասենք, այս ինչ իմաստուն իշխանություններ էին, դեռ վաղուց սա կանխատեսել էին։ Տեսեք, պարզ օրինակ էր 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը համատեղ բոլորիս կողմից ընդունվեց որպես բացասական։
բայց հետագա զարգացումների ժամանակ մենք ոնց որ ձգտում էինք, որ դա տեղի ունենա։ Պատմական իրադարձությունները վերեցին այնպիսի կետի, որ այն բացասական համարվող փաստաթուղթը մեր համար դարձավ հիմա էլ կարող է պատմական զարգացումներ այնպիսի ընթացք ունենան, որ մենք այս իշխանությունների վարած քաղաքականությունը համարենք ամենաճիշտը, բայց այս պայդրությամբ այդ հիմքերը դեռ մենք չենք տեսնում։ Գոնե հիմա մենք դա չենք տեսնում։ Կարծում եք մտածված մարդկանց բաժանեցին սևերի ու սպիտակների։ Մարդկանց բաժանումը միշտ մտածված է։ Ում կողմից է մտածվածը, դա ուրիշ հարց է։ Այսինքն մասնատիր որ տիրես։ Մասնատիր որ տիրես, կառավարելի դարձրու հասարակությունը։ Իսկ կառավարողը ով է տվյալ դեպքում, դժվար է գնահատել։ Մենք ենթադրում ենք, որ կառավարողը այսօր Նիկոլ Փաշինյանն է եւ նա է մասնատում, որովհետեւ ես այդքան համոզված չեմ դրանում։ Մասնատումը մենակ Հայաստանում չի, ամբողջ աշխարհում է նույն երևույթները տեղի ունենում։ Մեզ մոտ առավել ընդգծելի դարձավ վերջին 8 տարիների ընթացքում։ Որովհետեւ վերջին 8 տարիների ընթացքում մենք իշխանությունը ձևավորեցինք նորից հեղափոխությամբ։ Հեղափոխություն իրականացնելու համար ես մի անգամ երևի այդ հարցին անդրադարձել եմ, անհրաժեշտ պայման է մասնատելը, պարակտելը, հակադիր կողմ ձևավորելը, առանց դրա հեղափոխություն տեղի չի ունենում, անկախ նրանից հեղափոխությունը ինչպիսին է։ Դրա համար վերջին 8 տարիներին պարակտումն ավելի խորացված էր, որովհետև հեղափոխությունը եւ հեղափոխության շարունակությունը ապահովելու համար անընդհատ օգտագործվում էր պարակտման մեխանիզմը եւ շատ պարզ մեխանիզմ էր ձևավորված։ Սևեր, սպիտակներ կամ անցյալ ներկա կամ չգիտեմ, եթե մենք չենք անցյալն է վերականգնվելու, ապակա բոլոր դեպքերում չի նշмарվում։ Այս ամբողջ ընթացքում խոսույթը գնացել է ներկա կամ անցյալ ընտրության։ Մենք ապակա չենք մատուցել, որ մարդիկ ընտրություն անեին անցյալի, ներկայի կամ ապակայի միջև։ Ապական ներկան է կամ անցյալը, որ կարող է դառնալ ապակայի, դրա համար էլ անորոշությունը հասարակության մեջ շատ մեծ է։ Այս իշխանությունը միշտ ասում է, որ նախկիններն են, չէ՞, մեղավոր, իր յուրաքանչյուր սխալ կարծես թե փորձում է այնպես անել, որ նախկիններից է գալիս, նախկիններն են մեղավոր, նախկիններն էսպես արեցին, նախկիններն այնպես արեցին։ Ինչ է կարծում, այս վերընտրվելը կապված է դրա հետ, մարդիկ հավատացին դրան։ Իհարկե, որովհետև ասպարեզում էլի նախկիններն էին մրցակցության մյուս կողմում։ Այդ շատ պարզ է եւ այդ գործում է դեռ։ Ինքը շատ պրիմիտիվ է, բայց արյութես որ մեր հասարակական ընկալումը, մեր անալիտիկ մտածողությունը այնքան է ճնշված, այնքան է խաթարված, որ մենք այդ պարզ մեխանիզմը չենք տեսնում։ Դա իշխանություն վերարտադրելու, իշխանություն պահելու համար շատ էֆեկտիվ մեթոդ է, բայց պետություն կառուցելու համար շատ վատ, թույլ եւ վտանգավոր մեթոդ է։ Սրանք տարբեր բաներ են։ Ինքը իշխանություն վերարտադրելու համար շատ իդեալական մշակված, պարզ, պրիմիտիվ եւ ինչպես տեսանք, նաեւ աշխատող։ Շատ պարզ էր։ Նորից նորմալ աշխատեց։ Քանի դեռ դա կաշխատի, մենք դեռ կարելի է հույս դնել դրա վրա, հա, այսպես է անում։ Չէ, դրա վրա հույս դնել չի կարելի, քանի դեռ այդ մեթոդն աշխատում է, մեր պետական կառույցը, պետություն կառուցելու, կայուն պետություն ունենալու հարցը հարցականի տակ է։ Մեր դեպքում այո, բայց փաստորեն իշխանությունների համար բավականին լավ փափուկ բարձ է դա։ Այսինքն կարող են հույս դնել դրա վրա, հենվել դրա վրա, ու մարդիկ հավատան այդ ամենին։ Շատ լավ իշխանություն։ Որ բոլոր բացական խնդիրները գալիս են նախկիններից։ Ճիշտ է, նախկիններից չէ, հակադրությունից։ Հակադրության խնդիրն է, նախկինները ներկաների կարող է մի օր հակադրվեն գերադասությունները իրար դեմ, մի օր կարող է հակադրվեն, չգիտեմ, ազգային մեծամասնություն, փոքրամասնություն, այած ինչ անհրաժեշտություն կառաջանա, մի օր կարող է մտավորականները հակադրվեն, չգիտեմ, բանվորների հետ, մի օր կարող է մտավորականները հակադրվեն ինչ-որ մի այլ խմբի հետ, հակադրությունները ստեղծելու արվեստը միշտ աշխատում է, եթե ուզում ես պահել իշխանություն, կառավարում, իսկ եթե որևէ խումբ մարդկանց խնդիր է դնում իր առաջ կառուցել պետություն, հասարակական բարեկեցություն ապահովել,
Դրան հակադրություններ պետք չեն։ Նա ստիպված է համագործակցության եզրեր փնտրել կադրեր, փնտրել մարդիկ, փնտրել ուժեր համագործակցելու, որովհետև աշխարհի մարտահրավերները շատ բարդ են։ Խնդիրը պետք է հասկանալ, իշխանություն պահել, թե պետություն կառուցել։ Այս երկուսից որը ընտրում է, ըստ դրա էլ կատարված քայլերից զգացվում է, թե ինչն են ընտրում։ Քանի դեռ գնում է հակադրության եւ այսպես ոգևորված շնորհավորում են մեկի հաղթանակը մյուսի պարտությունը, դա սպառս իշխանություն վերցնելու խնդիր է։ Պետությունը դեռ այդտեղ չկա։ Տպավորություն է, որ այս իշխանությունները իրենց սխալը չեն ընդունում։ Ոչ մի իշխանություն դեռևս իր սխալը չի ընդունել։ Այդպես չի, որ նախկին իշխանությունները իրենց սխալը։ Միակ մարդը, որ մի անգամ ասեց, ես սխալվել եմ, Նիկոլո ճիշտ է, Սերժ Սարգսյանը, եւ մի նախադասություն եղել։ Հա։ Բայց դա նախկին իշխանական կառավարման սխալի մասին չէր խոսքը, ընդհանրապես այդ մի քանի օրվա զարգացումների մասին էր։ Որևէ իշխանություն, գործող իշխանություն այդ этаպում իր սխալները չի ընդունում, կարող է չի էլ տեսնում, ավելի ցավալին նա է, որ երևի չի էլ տեսնում։ Եթե տեսնում է ու չի ընդունում, դա ավելի մեղմ է։ Բայց վերջերս կարծես թե օրեր առաջ Հայր եւ որդի Քոչարյանները տեսանյութ էին հրապարակել, որտեղ հենց խոսվում էր սխալների մասին։ Ընդունում էին, ասում էին, որ այո, սխալներ եղել են։ Շատ լավ։ Այնուամենայնիվ 2026 թվականին ընդունեցին 10 քանի տարվա 16 տարի 16 եւ ավելի 20 տարի առաջվա սխալները էլի բան է իհարկե եթե դա մշակույթ դառնա որ մյուսները չփորձեն նախկինների սխալները գտնեն այլ իշխանությունից հետո թեկուզ հանդես գան ընդարձակ զեկույցով իրենց սխալների մասին ոչ միայն ձեռքբերումների այդ մշակույթը եթե ձևավորվի հասարակության մեջ օգտակար է այնպես չի որ իսկ նախկինների սխալների մասին խոսելը շատ հեշտ ընդհանրապես մարդու կառուցվածքն է այդպեսին ուրիշի սխալի եւ իր առավելության մեջ մասին խոսելը հեշտ է շատ բարդ է սեփական բացթողումների եւ դիմացինի առավելությունների մասին խոսելը այդ մարդուց էլ է բայց նաեւ հասարակական է մշակույթը չկա Պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հյուրընկալման համար, կարծում եմ սա բնականաբար մեր վերջին հանդիպումը չի լինի։ Սիրելի հետևորդներ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ իմ հյուրն էր Այք հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Հայք կուսակցության խորհրդի անդամ Վարուժան Մելքոնյանը։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, պարոն Մելքոնյան։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։